Պարոն Պետրոսյան, արդեն լրանում է 11-րդ օրը, ինչ Ազատության հրապարակում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը հացադուլ է իրականացնում ի աջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմաքաղաքական գերիների։ Եվ այստեղ կա նաև խնդրանք Ռուբեն Վարդանյանին, որպեսզի վերջինս դադարեցնի հացադուլը, քանի որ արդեն 22-րդ օրն է, ինչ վերջինս Բաքվում հացադուլի մեջ է։ Ըստ ձեզ, ինչ կլինի ի վերջո։ Շատ դժվար է ասել ինչ կլինի, բայց ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր որ Մանեթ Հանդիլյանի գլխավորությամբ եւ ընդհանրապես ոչ միայն Մանեթ Հանդիլյանը, Արտավազդը, Վարդանը եւ այլն, իրենց գլխավորությամբ ովքեր գնացել են նույնիսկ այս ծայրահեղ քայլի, անկախ դրանից դա ինչ արդյունք կտա, անձամբ իմ կողմից դա ողջունելի է, որովհետև մենք այս օրերին շատ ենք տեսնում, որ բոլորը ասում են, գիտեք, ինչ այդ տարբերակը չկա, կարելի է այս տարբերակ, այն տարբերակ, բայց փաստացի գետնի վրա գործողություն չկա, ոչ մի գործողություն չկա։ Սա ծայրահեղ միջոց է, որը դիմել են, եւ արդյունքն էլ անկանխատեսելի, երաշխավորված չի, բայց այնուամենայնիվ գործողություն է եւ ինչ որ մի ձև է, այդ խնդրի տանող ճանապարհին է, լուծում փնտրելու ինչ որ ճանապարհի ինչ որ մի ձև է, բայց երաշխավորված չի։ Ես շատ թերահավատորեն եմ ընդհանուր process-ի նկատմամբ, որովհետեւ եթե դուք չունեք հայկական իշխանություն, չկա հայկական պետություն, չկա պետական ազգային որևիցե շահ չկա, չի սպասարկում այս իշխանությունը, այս ամեն ինչը կարող են նպաստել, բայց իրենք վճռորոշ դեր շատ դժվար է որ ունենան, բայց այնուամենայն դա չի նշանակում, որ դուք չպետք է գնաք այդ քայլին։ Թե չէ մենք տեսնում ենք ամենուր բոլորը sense հերավար նստած եւ դատավորի հայացքով քննադատում են, քննարկում են, ինչ որ քաղաքագիտական լուրջ մտքեր են ասում եւ այլն, բայց իրենց տեղից երբեք չեն շարժվել, ոչ մի պարագայում, իրենց հարմարավետության գոտուց ընդհանրապես դուրս չեն եկել։ Հետեւաբար ցանկացած միջոցառում, ցանկացած գործողություն, որը կսպասարկի այն նպատակները, որի մասին մենք խոսում ենք, եւ բազմաշերտ նպատակները, միայն մեր ռազմագերիները չեն ընդհանրապես, անկախ ամեն ինչից խրախուսելի է, քան որևիցե բան չանելը, որովհետեւ ճանապարհը միշտ բացվում է գնացողի առաջ։ Հացադուլից զատ ուրիշ ինչ քայլեր, միջամտություններ պետք է արվեն։ Չեմ կարող ասել, բայց մենք ունենք հայկական ուժեղ լոբի։ Ես չգիտեմ հայկական լոբի նրանով զբաղվում է թե ոչ, եւ դրանից բացի ուրիշ որևէ գործիքակազմ չկա, բայց 99% գործիքակազմին տիրապետում է բացառապես իշխանությունը, որը ինչպես արդեն ասեցինք, որևիցե կապ չունի ոչ հայկականության հետ, ոչ պետականության, ոչ ազգային շահի հետ, հետեւաբար դա է գործիքակազմը եւ ընդհանրապես այս ժամանակահատվածում, երբ որ միջազգային կամ այսպես ասած, համաշխարհային անարխիա է տիրում, միջազգային հանրություն գոյություն չունի եւ այլն, այս հարաբերությունների միակ սուբյեկտը կարող է լինել բացառապես ազգային պետությունը, ոչ միայն ուղղակի պետությունը, այլ ազգային պետությունը, nation state, ուրիշ որևիցե սուբյեկտ այս հարաբերություններում չկա, գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ։ Նույնը մենք հիմա տեսնում ենք, չէ՞ որ շատ մարդիկ ասում են, այ տեսնում եք Սիրիայում ինչ է կատարվում, պետք է զենք վերցնել, բնակչությունը զինվի եւ այլն։ Հա, դա չեղածից լավ է, բայց նա էլ հարց չի լուծում, որովհետև կազմակերպված պետությունը կարող է դիմակայել եւ դիմագրավել մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ Այս պարագայում միայն ու բացառապես ազգային պետություն է, որի հետ մենք այսօր բացարձակապես աղերս չունենք։ Ոչ միայն ազգային չի այս պետությունը, այլև պետության կոմպոնենտները այլևս կարելի ասել չկան։